Եթե երկու ամերիկյան սուզանավեր հարձակվեն Ռուսաստանի վրա, սուզանավեր, որոնք տեղակայված են Ռուսաստանի մոտ եւ Օհայո դասի են, եւ որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել մինչեւ 24 Trident 2-ը միջուկային հրթիռ, եւ յուրաքանչյուրը հրթիռ կարող է կրել մինչեւ 14 միջուկային մարտագլխիկ, որոնցից յուրաքանչյուրը առանձին վերցրած բավարար է ամբողջական մի քաղաք ոչնչացնելու համար, ապա դա նշանակում է, որ երկու սուզանավերը կարող են մի քանի րոպեի ընթացքում Ռուսաստանի վրա հասցնել մոտ 200 միջուկային մարտագլխիկ, դեռևս մինչեւ Ռուսաստանը դունիսկ արձագանքելու հնարավորություն ունենա, հենց որ նրանց վաղ նախազգուշացման համակարգերը հայտնաբերեն լայնածավալ արձակում, նրանք կկարծեն, որ դա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն է եւ անմիջապես կկատարեն պատասխան հարված։ Նույնիսկ եթե ամերիկյան սուզանավերը կարողանան վերացնել Ռուսաստանի հիմնական ղեկավարներին, վերջնական աղետը չի կանգնի։ Ռուսաստանն ունի մերած ձեռք կոչվող համակարգ, ավտոմատ միջուկային հրամանատարական համակարգ։ Եթե ղեկավարությունը ոչնչացվի, այս համակարգը ավտոմատ կերպով կարձակեցնի հրթիռները առանց որևէ մարդկային որոշման անհրաժեշտության եւ իրավիճակը իսկապես սարսափելի կդառնա։ Ռուսաստանը ունի նաեւ RS-28 Sarmat անունով հրթիռ, որը հայտնի է Սատանատիվ 2, երբևէ ստեղծված ամենահզոր միջուկային հրթիռներից մեկը։ Այս հրթիռը կարող է կրել 10-ից 15 մարտագլխիկ, որոնցից յուրաքանչյուրը ունի առանձին նպատակ։ Եվ այն այնքան արագ ու անկանխատեսելի է, որ ներկայում գոյություն ունեցող որևէ պաշտպանական համակարգ ի վիճակի չէ այն կանգնեցնել։ Մոսկվան կարող է արձակել տասնյակ նման հրթիռներ եւ 30 րոպեից էլ քիչ ժամանակում հարվածել Վաշինգտոնին, Լոնդոնին եւ ՆԱՏՕ-ի հրամանատարական կենտրոններին։